Իրանի հետ համաձայնագիրը 95%-ով ավարտված է, սակայն պատրաստ չէ ստորագրման։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն են հայտնել Fox News-ին։ Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ բազմաթիվ հարցերում ընդհանուր հայտարարի եկել են, բայց դա չի նշանակում, թե մոտ է Թեհրանը համաձայնագրի ստորագրմանը։ Մերձավոր Արևելքում ավելի է խորանում անորոշությունը։ Washington Post-ը գրում է, թե 2 ամսով երկարաձգվել է հրադադարը։ Իրանի հետ գործարքը կամ կլինի հիանալի եւ նշանակալի, կամ ընդհանրապես գործարք չի լինի, սպառնացել է Թրամփը։ New York Times-ը տեղեկություն ունի, որ կողմերը Հորմուզի նեղուցի վերաբերյալ պայմանավորվածություն ունեն, սակայն նավագնացության վերսկսման ժամանակացույցը դեռ անորոշ է։ Իրանը չի պատրաստվում աքսատուրքեր գանձել նեղուցով անցնելու համար։ Բնականաբար նավարկության ծառայությունների եւ նեղուցի անվտանգության ապահովման համար ծախսերի փոխհատուցում նախատեսվում է, բայց դա չի համարվում մաքսատուրք։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ ժամանակավոր միջուկային համաձայնագիր կնքելու մեծ հավանականություն կա։ Քանի դեռ Վաշինգտոնը պատերազմը վերջնականապես դադարեցնելու երաշխիքներ չի տվել, միջուկային ծրագրի շուրջ հարցերը բանակցային օրակարգում տեղ չունեն, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանը բանակցում է պատերազմն ավարտելու շուրջ եւ այս փուլում չի պատրաստվում քննարկել միջուկային ծրագրի հարցը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, Միացյալ Նահանգների պաշտոնյաների դիրքորոշումների փոփոխությունները խնդիրներ են առաջացնում ցանկացած համաձայնության համար։ Պաշտոնական Թեհրանը պատրաստ է հուշագիրը վերջնականապես համաձայնեցնելուց հետո 60-օրյա ժամկետում քննարկել միջուկային ծրագրի հարցը։ Իրանն անհանգստացած է, Իսրայելը կարող է խափանել բանակցությունները։ Սիոնիստական կազմակերպությունները ջանք չեն խնայում համաձայնագիրը խափանելու համար։ Չենք բացառում, որ Իսրայելն ինչ-որ բան կանի։ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է վերացնի Թեհրանից եկող միջուկային սպառնալիքը։ Իսրայելի վարչապետն է հայտարարել Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։ Գանա Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։